Ողջույն։ Հղիության ընթացքում սիրտն աշխատում է իր հնարավորությունների սահմանին, մեծանում է արյան ծավալը, աճում ծանրաբեռնվածությունն անոթների վրա, իսկ ռիթմն ու ճնշումը կարող են նկատելիորեն փոխվել։ Կանանց մեծամասնության համար այս փոփոխություններն անցնում են առանց լուրջ հետևանքների, բայց ոմանց համար դրանք լուրջ փորձություն են դառնում։ Խոշոր սիստեմատիկ վերլուծությունը ցույց է տվել, հղիության ընթացքում սիրտանոթային հիվանդությունները զգալիորեն ավելի հաճախ են հանդիպում, քան համարվում էր նախկինում, ու դրանց տարածվածությունը խիստ կախված է երկրի տնտեսական զարգացման մակարդակից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։ Աշխատանքն իրականացրել է Օքսֆորդի համալսարանի հետազոտողների միջազգային թիմը։ Գիտնականները որոշել են հավաքել ու վերլուծել տվյալներ ամբողջ աշխարհից, ավելի լավ հասկանալու համար, թե որքան հաճախ են հղի կանանց մոտ հանդիպում սրտի հիվանդությունները ու հատկապես որ պաթոլոգիաներն են գերակշռում։ Այդ նպատակով հետազոտողներն անցկացրել են մասշտաբային սիստեմատիկ վերլուծություն եւ մետաանալիզ։ Ներառվել է 114 գիտական աշխատություն, որոնցում ուսումնասիրվել են կանանց մոտ սրտի հիվանդությունների հղիության կամ ծննդաբերության ընթացքում։ Հետազոտությունների մեծ մասը 89 անցկացվել են բարձր եկամուտ ունեցող երկրներում, եւս 25-ը ցածր եկամուտ ունեցող երկրներում եւ ընդհանուր առմամբ վերլուծության մեջ ներառվել են տվյալներ զարգացած երկրներում ավելի քան 73 միլիոն եւ զարգացող երկրներում ավելի քան 228,000 հղիությունների մասին։ Արդյունքները նկատելի տարբերություն են ցույց տվել տարածաշրջանների միջև։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում սիրտանոթային հիվանդությունները հանդիպել են հղի կանանց մոտ 0.54%-ի մոտ, սա նշանակում է, որ մոտավորապես 200 ապագա մայրերից մեկը հղիության կամ ծննդաբերության ընթացքում բախվում է լուրջ սրտաբանական խնդրի հետ։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է եղել, մոտ 2.34%, այսինքն ավելի քան 4 անգամ հաճախ։ Տարբերությունները վերաբերում են ոչ միայն հաճախականությանը, այլև հիվանդությունների տեսակին։ Զարգացած երկրներում ամենատարածված խնդիրը եղել են սրտի ռիթմի խանգարումները, արիթմիաները։ Դրանք ախտորոշվել են հղիների մոտ 0.68%-ի մոտ, երկրորդ տեղում են սրտի բնածին արատները, այնուհետև սրտի փականների հիվանդությունները։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում պատկերն այլ է, այստեղ հղիության ընթացքում սրտի խնդիրների ամենահաճախակի պատճառը սրտի ռևմատիկ հիվանդությունն է։ Այն հանդիպել է հղի կանանց ավելի քան 1%-ի մոտ։ Այս հիվանդությունը կապված է ստրեպտոկոկային վարակներից հետո առաջացող բարդությունների հետ եւ հիմնականում տարածված է այնտեղ, որտեղ ժամանակին բուժվելու եւ բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ է։ Բացի այդ, հետազոտողները գնահատել են սրտի հիվանդությունների հետ կապված մայրական մահացության ցուցանիշները։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հարաբերականորեն ցածր է, մոտ 2 դեպք 100,000 ծննդաբերության հաշվով։ Ցածր եկամուտ ունեցող երկրների տվյալները զգալիորեն ավելի քիչ են։ Մետաանալիզում միայն մեկ հետազոտություն է մանրամասն կերպով հայտնել նման ցուցանիշի մասին։ Այն անցկացվել է Թայլանդում եւ ընդգրկել 2006-ից մինչեւ 2021 թվականին ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում գրանցվել է սրտի հիվանդությունների հետ կապված 17 մահ, գրեթե 52,000 ծննդաբերության հաշվով, ինչը կազմում է մոտավորապես 33 դեպք 100,000-ի հաշվով։ Աշխատանքի հեղինակների խոսքով սա առաջին հետազոտությունն է, որը փորձել է տալ հղի կանանց շրջանում սիրտանոթային հիվանդությունների տարածվածության գլոբալ գնահատականը։ Այն ցույց է տալիս, թե որքան խիստ է մայրերի առողջությունը կախված բժշկական օգնության մակարդակից եւ երկրի տնտեսական զարգացումից։ Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, ցածր եկամուտ ունեցող երկրների տվյալները դեռ մնում են ծայրահեղ սահմանափակ։ Խնդրի մասշտաբն ավելի ճշգրիտ գնահատելու համար կպահանջվեն շատ ավելի մեծ թվով համաճարակաբանական հետազոտություններ այս տարածաշրջաններում, բայց արդեն հիմա էլ պարզ է, որ հղիության ընթացքում սրտի հիվանդությունները կարևոր եւ աճող բժշկական խնդիրներ են, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի կողմից։ Անվավոր ռոբոտը լվանում է սպասքը, նախաճաշ է պատրաստում, ապա լվացքը լցնում է լվացքի մեքենայի մեջ, ընդ որում այս ռոբոտը նման է առանց ոտքերի մարդու։ Հենց այսպիսի տնային օգնական է ցուցադրել ամերիկյան Reflex Robotics ստարտափը։ Ընկերությունը հրապարակել է մի շարք կարճ տեսանյութեր, որոնցում ռոբոտը կատարում է սովորական կենցաղային առաջադրանքներ, մաքրում է խոհանոցում, դատարկում եւ լցնում է սպասք լվացող մեքենան, նախաճաշ է պատրաստում եւ տեղափոխում է սպիտակեղենը լվացքի մեքենայի մեջ։ Ընդ որում ստեղծողները չեն հստակեցնում արդյոք ռոբոտն այս գործողությունները կատարում է ավտոնոմ կերպով, թե նրան կառավարում է օպերատորը։ Սարքն առաջին անգամ ներկայացվել է 2024 թվականին եւ ունի անսովոր կառուցվածք, սովորական ոտքերի փոխարեն անվավոր հարթակ է։ Դրա վրա տեղադրված է Իրանը գլխով եւ ակցիանանման բռնիչներ ունեցող երկու խոշոր մանիպուլյատոր ձեռքերով։ Բուն կորպուսը ուղղահայաց սյունով կարող է շարժվել վեր ու վար, թույլ տալով ռոբոտին աշխատել տարբեր մակարդակներում, օրինակ սեղանի մակերեսին կամ հատակին մոտ։
Ըստ ստեղծողների ոտքերից հրաժարվել է գիտակցված որոշում է նման սխեման զգալիորեն բարձեցնում է կառուցվածքը, նվազեցնում նախագծման եւ արտադրության արժեքը։ Բացի այդ, ռոբոտն էներգիա չի ծախսում հավասարակշռությունը պահպանելու վրա, ինչպես դա անում են երկոտանի անդրոիդները։ Սա կառավարումը դարձնում է ավելի պարզ եւ նվազեցնում էներգիայի սպառումը։ Արդյունքում սարքը կարող է աշխատել բավականին երկար ժամանակ, մարդկոցի մեկ լիցքավորումը բավականեցնում է մոտ 16 ժամ։ Ընդ որում ռոբոտն ունակ է բարձրացնել մինչև 11 կիլոգրամ մեկ ձեռքով եւ մոտ մինչև 23 կիլոգրամ երկուսով։ Ստեղծողները ենթադրում են, որ նման ռոբոտներն օգտագործվելու են նախ եւ առաջ պահեստներում եւ լոգիստիկայում, սակայն ցուցադրական հոլովակները շեշտը դնում են տնային օգնականի դերի վրա, որը կարող է իր վրա վերցնել առօրյա հոգսերի մի մասը։ Հետաքրքիր է, որ նմանատիպ մոտեցում նախկինում կիրառել է նաև Նորվեգիա ամերիկյան 1X ստարտափը։ Նրանց առաջին ռոբոտները նույնպես կառուցված էին անվավոր հարթակի վրա, սակայն ավելի ուշ ընկերությունը ներկայացրեց լիարժեք երկոտանի Neo Android-ին։ Այս մեքենայի վերջին տարբերակը Neo Gamma-ն ի սկզբանե դիրքավորում է որպես տնային օգնական։ Ռոբոտը պատված է փափուկ նեյլոնով եւ ունակ է կատարել առօրյա առաջադրանքներ՝ մաքրել տունը, փոշեկուլով մաքրել հատակը, ջուր եռացնել ու նույնիսկ ուտելիք մատուցել սեղանին։ Առայժմ պարզ չէ, թե որ մոտեցումը կլինի ավելի պրակտիկ։ Պարզ ու կայուն անվավոր ռոբոտները թե ավելի բարդ, բայց ունիվերսալ ոտքերով, բայց մի բան պարզ է, կենցաղային ռոբոտոտեխնիկան աստիճանաբար դուրս է գալիս լաբորատորիաներից եւ սկսում յուրացնել ամենասովորական միջավայրը՝ մեր տները։ Արշավախումն ուղևորվում է աֆրիկյան ջունգլիների սիրտը կորած գիտական կայանը փնտրելու համար ու հայտնաբերում է ոչ միայն հնագույն ավերակներ, այլև վտանգավոր մի գաղտնիք։ Այսպես է սկսվում Կոնգո ֆիլմը, արկածային պատմություն հիմնված Մայքլ Քրայթոնի վեպի վրա։ Սյուժեի կենտրոնում է միանունով զարմանալի գորիլան է, որը մարդկանց հետ շփվում է ժեստերի լեզվով եւ կարող է ցույց տալ ջունգլիների խորքում գտնվող առեղծվածային բնակավայրի ճանապարհը։ Սակայն այստեղ արշավախմբին սպասում է ոչ թե հայտնագործություն, այլ հանդիպում ագրեսիվ սպիտակ գորիլաների հետ, որոնց ժամանակին բուծել եւ վարժեցրել է հնագույն քաղաքակրթությունը։ Ֆիլմը միահյուսում է գիտական ֆանտաստիկան, արկածներն ու միտքը, որ երկրի ամենադժվարամատչելի անկյուններում դեռ կարող են թաքնված լինել զարմանալի եւ վտանգավոր հայտնագործություններ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։